Առավոտից իրավապահները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը։ Ծառուկյանի ու նրա կնոջ հետ առավոտյան 7-ից հետո կապ հաստատել չեն կարողացել ԲՀԿ անդամները։ Առանձնատունը խուզարկում են նաև դրոններով։ ԱԱԾ զինված աշխատակիցները հսկում են առանձնատան երկու մուտքերն էլ։ Նրանք թույլ չեն տալիս Գագիկ Ծառուկյանի կուսակցական ընկերներին մտնել նրա տուն։ Ամոթ է, զենքերը տարեք պահեք, չեն էլ ամանչում։ Ժամը 7:10-ից իրավապահները զանգվածաբար խուզարկել են նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, դրանց տնօրենների բնակարանները Օլիմպավանը։ Օլիմպավանից, սենյակներից դուրս են հրավիրել կամ ավելի շուտ դուրս են բերել միջազգային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնամարզական հավաքներ Հայաստանում անցկացնող մի շարք տարբեր մարզաձևերի մարզիկների։ Սա հասկանալի է, չէ՞, որ սա միջազգային սկանդալ է։ Իրավապահները կապարակնքել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, դադարեցրել կոմիտեի գործունեությունը։ Սա իրականում միջազգային մակարդակի խայտառակություն է, որովհետև սրանով շատ մեծ վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։ Առաջին հերթին, որովհետև նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում, որ դադարեցվի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը եւ կապարակնքվի վարչական շենքը, Աբովյանի նահասցեում գտնվող նման նախադեպ երբևէ չի եղել։ Կապարակնքվել է նաև Արարատցեմենտ գործարանը, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ վարչական շենքը, որտեղ գտնվում են բարձր աշտարակը։ Իվետա Տոնոյանի խոսքով քննչական այս գործողությունների պատճառով հազարավոր մարդիկ կանգնել են գործազրկության վտանգի առաջ։ Այդ խուզարկությունները իրականացնող մարմինները երբեմն եւ շատ հաճախ մղոններով հեռու են լինում տրամաբանությունից կամ այսպես տարրական քթիծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտառակ ձևով խաղալը այլևս իշխանությունների համար դարձել է օրակարգային։ Քննչական կոմիտեից դեռ չեն հայտնել, թե քրեական ինչ վարույթի շրջանակներում են առավոտից խուզարկվում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները։ Ծառուկյանի թիմակիցները վստահ են, ոչ թե իրավական, այլ քաղաքական են ժամը 7-ից սկսված զանգվածային խուզարկությունները։ Գործ ունենք մի մորագարի հետ, որը անոնսավորել է, որ 3 լիդերներին էլ բռնելու եմ, նստացնելու եմ, նկարագրել է բերդում իրանց ինչ է սպասվում եւ այլն, այսինքն այս process-ը միասնական շղթայի մեջ նայեք։ Սա մի տարի առաջ է սկսվել, այս տոտալ ճնշումների process-ը։ Ստալինի ժամանակներում ոնց էր, կարևորը մարդու թիրախը գտնեն, ինչ-որ գործ կկարեն։ Սուրեն Սուրենյանցը պատահական չի համարում, որ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու սահմանադրական դատարանի որոշումից հետո։ ԲՀԿ-ն դարձավ են լակմուսի թուղթը, որ բացահայտեց այս ընտրությունների այլանդակությունը, չէ՞, հենց ԲՀԿ-ն կամա թե ակամա այդ ԲՀԿ-ի հետ կապված խնդիրը ի ցույց դրեց այն այլանդակությունների համակարգը, որը տեղեր գտել այս ընտրությունում։ Եկեք ընդունենք, որ երրորդ հանրապետության պատմության մեջ նման ճչացող ընտրական կեղծիք չէր եղել։ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը էլի էր խուզարկվել 6 տարի առաջ։ Այդ ժամանակ Ծառուկյանը մեղադրվում էր ընտրակաշառքի գործով։ Այս տարի մարտին հակակոռուպցիոն դատարանը արդարացրեց ԲՀԿ ղեկավարին։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։